Գիրք Զաքարիա, գլուխ 14. Ահա մեկ օր է գալիս Տիրոջ համար, և քո ավարը պիտի բաժանվի քո մեջ, և ես պիտի ժողովեմ բոլոր ազգերը Երուսաղեմի վրա պատերազմի համար, և քաղաքը պիտի առնվի, և տները պիտի կողոպտվին, և կանայքը պղծվին, և քաղաքի կեսը գերի գնա, բայց ժողովրդի մնացորդը պիտի քաղաքիցը չկտրվի, և Տերը դուրս պիտի գա, և պիտի պատերազմե այն ազգերի հետ, ինչպես նրա պատերազմի օրը, ճակատամարտի օրումը, և նրա ոտները կանգնած կլինեն այն օրը Ձիթենիած սարի վրա, որ Երուսաղեմի առաջն է դեպի արևելք, և կպատարվի Ձիթենիած սարը միջիցը դեպի արևելք և արևմուտք, խիստ մեծ ձոր կլինի, և սարի կեսը կքաշվի դեպի հյուսիս, և կեսը դեպի հարավ, և դուք կփախչեք իմ սարերի ձորը, որովհետև սարերի ձորը պիտի հասնի Ասալ, և դուք պիտի փախչեք, ինչպես որ գետնաշարժիցը փախաք Հուդայի Ոզիա թագավորի օրերումը, և պիտի գա իմ Տեր Աստվածը բոլոր սուրբերը քեզ հետ, և այն օրը պիտի լինի, որ լույս չի լինի, պայծառները կաղոտանան, և մեկ օր կլինի Տիրոջը հայտնի ոչ ցերեկ և ոչ գիշեր, և իրիկվա ժամանակին լույս կլինի, և պիտի լինի, որ այն օրը կենդանի ջրեր դուրս կգան Երուսաղեմից, նրանց կեսը դեպի արևելյան ծովը, և նրանց կեսը դեպի արևմտյան ծովը, ամառ ու ձմեռ կլինի, և Տերը թագավոր կլինի բոլոր երկրի վրա, այն օրը մեկ կլինի Տերը, և նրա անունն էլ մեկ, բոլոր երկիրը դաշտի պես պիտի դառնա Գաբայից մինչև Ռիմմոնը, Երուսաղեմի հարավային կողմը, և պիտի բարձրանա, և իր տեղը բնակվե Բենյամինի դռնից մինչև առաջի դռան տեղը, մինչև անկյան դուռը, և Անանայելի աշտարակից մինչև թագավորի հնձանները, և պիտի բնակվեն նրանում, և նզովք էլ չի լինի, և Երուսաղեմն ապահով պիտի բնակվե, և սա պիտի լինի այն հարվածը, որով Տերը պիտի հարվածե բոլոր ժողովուրդներին, որոնք պատերազմեցին Երուսաղեմի դեմ, նրանց մարմինը պիտի հալվի իրանց ոտներին վրա կանգնած, և նրանց աչքերը պիտի հալվին իրանց խորշերումը, և նրանց լեզուն պիտի հալվի իրանց բերանումը, և պիտի լինի այն օրը, որ Տիրոջ խռովությունը մեծ պիտի լինի նրանցում, և ամեն մարդ պիտի բռնե իր ընկերի ձեռքը, և նրա ձեռքը պիտի բարձրանա իր ընկերի ձեռքի դեմ, և Հուդան էլ է պատերազմելու Երուսաղեմի դեմ, և պիտի ժողովի բոլոր շրջակա ազգերի ստացվածքը, ոսկի ու արծաթ և հանդերձներ շատ առատությամբ, և այն ձիերի, ջորիի և ուխտի ու էշի և բոլոր անասունների հարվածը, որ կլինեն այն բանակների մեջ, պիտի այս հարվածի պես լինի, և բոլոր այն ազգերից մնացածը, որոնք եկել էին Երուսաղեմի վրա, վեր պիտի գնան տարուց տարի զորած Տիրոջ թագավորին երկրպագելու և տաղավարահարած տոնը կատարելու, և պիտի լինի, որ երկրի ազգատոհմներից ով որ վեր չգնա Երուսաղեմ զորած Տիրոջ թագավորին երկրպագելու, նրանց վրա անձրև չի լինելու, և եթե Եգիպտոսի ազգատոհմը վեր չելնե և չգա, որ նրանց վրա անձրև չէ գալիս, պիտի լինի նրանց վրա այն հարվածը, որով Տերը պիտի զարկե այն ազգերին, որ վեր չգնացին, որ տոնեին տաղավարահարած տոնը, սա պիտի լինի Եգիպտոսի պատիժը, և այն ամեն ազգերի պատիժը, որ վեր չգնացին տաղավարահարած տոնը տոնելու, այն օրը ձիերանց սանձերի զարդի վրա լինելու է, սրբություն տյառն, և Տիրոջ տան կաթսաները սեղանի առաջի կոնքերի պես պիտի լինեն, և Երուսաղեմում ու Հուդայում ամեն կաթսա սուրբ պիտի լինի զորած Տիրոջը, և բոլոր զոհանողները պիտի գան և նրանցից առնեն, ու նրանց մեջ եփեն, և այն օրը այլևս քանանացի չի լինելու զորած Տիրոջ տանը։